Ազգային բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը տնային կալանք ավելի խիստ է, քան բանտային պայմանները։ Այստեղ կա խոսքի ազատության սահմանափակում, արձանագրել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։ Օրինակ Սամվել Կարապետյանը հիմա իրանց տնից չի կարող զանգել իր տղային կամ աղջկան, հարցնել թե ինչպես է, այսինքն ամբողջությամբ սահմանափակված է այդ հարցը, որը որ բանտային պայմաններում կարող էր իրականացնել։ Բացի այդ, բանտային պայմաններում Սամվել Կարապետյանը կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ։ Տնային կալանքի պայմաններում դա եւս սահմանափակված է։ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքից, Սամվել Կարապետյանից ինքնին, կներեք այլ բառ չօգտագործեմ, արկա է վախ, ուրիշ բացատրություն չկա։ Քննչական եւ դատախազական մարմինները Սամվել Կարապետյանին արգելել են մասնակցել հոր մեռելոցին, համարելով այն հանրային միջոցառում։ Հայ ազգում, մեր հասարակության մեջ, մեր արժե համակարգի մեջ սա չլսված բան է։ Սա իսկապես ամոթ է։ Բոլոր իմաստներով սա խայտառակություն է։ Իրավապահներն այդ օրը միայն այդ որոշումով չէին սահմանափակվել։ Նրանք եւս մեկ շատ կարևոր առաքելություն են իրականացրել հունվարի առաջին աշխատանքային օրը։ Վերաքննիչ բողոք են մուտքագրել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Իրավական հիմնավորվածության տեսանկյունից դա 0 է։ Ոչ թե գնահատողական դատողություն եմ անում, այնտեղ հիմնավորում չկա։ Սամվել Կարապետյանի բանտախուցը չի ջեռուցվել։ Փաստաբաններն այդ խնդրով դիմել են քրեակատարողականի աշխատակիցներին, սակայն 0 արձագանք։ Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբոր, ապա հաստատվել COVID։ Սամվել Կարապետյանը այս ողջ ընթացքում որևէ բողոք չի ներկայացրել։ Սամվել Կարապետյանը այս ողջ ժամանակահատվածում հիմա է լիդեպ դեռևս իր արձագանքը դժվար է կանխատեսել, բայց ամեն դեպքում ինքը մշտապես դեմ է եղել այս հանգամանքներից որևէ մեկին անդրադարձ կատարելու։ Իդեպ իր կողմից որևէ բողոք նշվածի վերաբերել չի եղել։ Ազգային բարերարը այս երկրի համար ունի բազմաթիվ բարեգործություններ իրականացրած։ Ընդհանրապես իր խուցը պետքա ջեռուցել։ Ոչ մի ձև չջեռուցեցին Սամվել Կարապետյանի խուցը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով Սամվել Կարապետյանը հստակ կարմիր գծեր ներկայացնող դիրքորոշում է հայտնել, եւ իշխանությունը կարծում է, որ ապօրինությունների մասշտաբը ավելացնելով փոփոխություն կստանա։ Սոցհարցումները, որոնք տեղի են ունենում, ցույց են տալիս դրա դինամիկան, ցույց են տալիս հանրային աջակցությունը, հանրության պատշաճ արձագանքը, այդ հարցերում փոփոխություններ այո լինելու են։